Բարի օր ժողովուրդ ջան, շնորհակալ եմ, երկար չառասելու ցանկություն չունեմ, այս տարածաշրջանը Շամշադենի իմ համար առանձնահատուկ է մարդկանցով, այսքան պարզ, այդքան պարկեշտ, այդքան ազնիվ, իրանց բնությամբ պես բնական, քիչ տեղերում կա, բայց ժողովուրդ ջան, մեզ այդ դժբախտություն է պատահել. Դժբախտություն, որը արդեն ողբերգության է վերածվել, մենք ինչ ենք արել, մենք երկրի ղեկավար ենք դարձրել մի մարդու, որը ստախոս է, անամոթ է, խաբեբայ է, խորամանկ է, քցող է, շանտաժիստ է, իսկ ցանկացած երկիր, որ նման մարդու ձեռն է ընկնում, այդ մարդը փորձում է նաև երկիրը հասարակությունը դարձնել իր նման, որ մեր մեջ այսքան հիմա բաժանումներ կան, այսքան ատելություն կա, այսքան թշնաման կա, այսքան իրար դեմ դուրս գալ կա, այդ մի մարդու ու իր այդ մի 10-15 հիմնական շրջապատի ոչ մարդանմանների տեսակն է արածն է։ Բայց դուք Շամշադինցի եք, ասեցի, պարզ, հասարակ, ձեր հողին կպած, աշխատող ժողովուրդ և ձեր մեջ հայկականությունը, հայկական հոգևոր մշակութային կյանքը առանցքը այնքան ուժեղ է միշտ եղել, որ հիմա դժբախտություն է պատահել է։ Ամեն ընտանիքում էլ լինում է դժբախտություններ, բայց մարդիկ ինչ են անում, որոշ ժամանակ դիմանում են դժբախտությանը, հետո փորձում են դա հաղթահարել։ Հիմա մենք շատ երկար ենք համբերել։ Եկել է ժամանակը, որ այս դժբախտություններին մեզանից հեռացնենք։ Այլ տարբերակ ուղղակի չկա, տեսեք, եկան ինչ լոզունգներով, ինչ խոստումներով և ինչ արեցին։ Քանի մարդու այս մեր ժողովրդի 3 միլիոն վարչապետներից քանի մարդու կյանք է փոխվել այս ընթացքում, վատացել է թե լավացել։ Ժողովուրդ ջան, այլ տարբերակ չկա, կամ մենք իսկապես մեր մեջ ուժ են գտնում, հավատում ենք, որ մեր հայ ենք, մեր ինքնությունը պահպանում ենք, մեր եկեղեցին, մեր տեսակը, մեր ինչ ասեմ, կամ գնալու ենք կորենք դառնանք, չգիտեմ ինչ։ Չի լինելու այդպես, ես ձեզ երաշխավորում եմ, չի լինելու այդպես, որովհետև մեր ժողովրդի մեջ, մեր ազգի մեջ այն տեսակը ուժեղ, քաջ, ինքնավստահ, պայքարի պատրաստ տեսակը չի մեռել և վստահ եմ այստեղ էլ չի մեռել։ Ես երկար չխոսեմ, ես հիմա խոսքը կփոխանցեմ պարոն նախագահին Ռոբերտ Քոչարյանին, խնդրում եմ լսեք իրան, նայեք իրան և նայեք ձեր փողոցների այդ խրտվիլակի նկարներին ու նրա առածներին նայեք ու համեմատեք։ Մնացածը դուք ու ձեր խիղճը, բայց իմացեք, որ Հայաստանը կա, լինելու է, տավուշը ուժեղանալու է։ Հաջողություն ձեզ, շնորհակալ եմ։